Թորնիկին ծննդատանը դիմավորում է Արցախյան վերջին պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի մայրը, ճերմակած մազերով։ Ուրախության և տխրության արդյունքները խառնվել են իրար։ Ալբերտինային տուն են եկել տանելու բոլորը, բացի հայրիկից։ Երեխայի ձայնի Ավետիսյանների ընտանիքում կարոտ էին 15 տարի։ Վերջին հույսը արտամարմնային բեղմնավորումն էր։ Լուսինեն ու Ալբերտը որոշումը կայացրին մինչև 2023 թվականի Արցախի շրջափակումը։ Անհամբեր սպասում էին, որ բացվի ճանապարհը, որ բացեն իրենց վերջին հույսի դուռը։ Սա մեր պատրաստ էր ու մենք անհամբեր դրան էինք սպասում։ Ամբողջ բլագադային ընթացքում մեր տան թեման էդ էր, որ պիտի գամ տեղադրման, սպասում ենք ճանապարհը բացվելուն։ Ամիսների ընթացքում միշտ Ալբերտը ասում է, որ գնանք Կարմիր խաչ գրանցվեմ, գամ տեղադրման, ասում եմ միասին կգնանք։ Վախենում եմ, մտածում եմ, որ եթե ես իրան թողնեմ Արցախում, հետ որ ես գամ Հայաստան, հետ չեմ կարող գնամ, ինքնի հետ չի կարող գա, տենց իրարից հեռու կլինենք։ Լուսինեն ու Ալբերտը Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում էին ապրում։ Ալբերտը ծառայում էր Աշխարհազորում։ Երբ սեպտեմբերի 19-ին սկսվեց պատերազմը, նա դիրքերում էր։ Խորհուրդ տվեց ինչ որ մի աղբյուր կա, Վարդանի աղբյուր, ըստ տեղեկություններով դուք այդ կածանով մեկ դուրս կգաք, ես գնում եմ Մարատին վերցնեմ գամ, հետո տղաների կողմից որ թեքվեց դեպի Խրամատը, Մարատը Խրամատում էր գտնվում, թեքվեց դեպի Մարատ, այդ պահին հարձակում սկսվեց։ Մի մասը մնաց այդ բլինդաժում, այդ մնացած տղաները չէին հասցրել դուրս գալ։ Ալբերտը այդ պահին դեպի Խրամատն էր գնում։ Այդ ընթացքում ինչ կատարվեց, ինչ չեղավ, արդյունքում պարզվեց, բոլորը հետո դուրս են եկել, այդ երկու հոգին չկան, անհետ կորած։ Փնտրեցին ամեն ձևի, ամեն տեղ, որոնողական աշխատանքները կատարեցին, ապարդյուն, մեզ համար ոչ մի լավ բան չկար։ Բռնագաղթից հետո ծանր սպասումը Լուսինեին ստիպեց հետաձգել 2020-ին Ալբերտի հետ կայացրած որոշումը։ 2025-ի գարնանը նա ուժ գտավ շարունակելու բուժումը։ Սառեցված սաղմի տեղադրումից շատ չանցած Լուսինեին ասացին. «Դուք հղի եք»։ Միշտ մտածում էի, որ էսա կգա, կհայտնվի, կասի պատճառի շնորհիվ որ չես տեղադրել, այդքան սպասում եք, այդքան տարիներ։ Միշտ մտածում եմ, առաջին հարցը դա կտար։ Ու հիմա ես մտածում եմ, որ եթե չէ, վստահ եմ, որ ինքը ողջ է, զգում եմ այդ, որ ինքը ապրում է։ Մտածում եմ, որ միշտ ինքը դա է մտածում, որ երևի Լուսինեն արդեն տեղադրել է, որ երևի արդեն ծնվել է երեխան, ու մտածում է, տեսնած տղա է, աղջիկ է, այդ մտքերը ես գիտեմ, որ հաստատ իր մեջ է, էլի։ Ջերմությամբ ու հոգատարությամբ է բարուրված մի քանի օրական փոքրիկը։ Կողքին են հարազատները, նաև հայորդիի թիմը։ Հայորդին Լուսինեի կողքին էր, հղիության դժվար փուլից սկսած։ Ալբերտին այդ ծնվելուց հետո չգիտեմ։ 50% մեծ ուրախություն է, չգիտեմ, մի հրաշք է էլի իմ կյանքում հայտնվել։ Բայց մի կողմից ամեն անգամ իրան նայելուց ասում եմ, Իրանի ինքն է իրան տեսնել, Իրանի այդ նույն զգացողությունը ինքն է զգար։ Նույն ձևի 15 տարի ինքն է սպասել հրաշքին։ Ծանր սպասում կա այս ընտանիքում, բայց եւ չմարող հույս։ Արդեն քանի օր եմ Ալբերտին մի քանի օրական Ալբերտինայի մեջ են գտնում ու հավատում, նորից հավատում հրաշքին։ Ալբերտին ծնունդի միգուցե ուժ կտա ապրելու համար, ինչ որ ամեն ինչը գտնում եմ Ալբերտի, ամեն ինչը այդ երեխայի մեջ եմ ուզում կտրել, թե դիմագծերը, թե խոսելը, թե ամեն ինչ կապում եմ երեխայու հետ, միգուցե դրանով կարողանանք ապրել, հույսով սպասել, մենք դեռ մեր հույսը չենք կտրել, սպասում ենք։